Հուլիսի 15-ի վաղ առավոտյան քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաեւ համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական եւ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել ձերբակալել են Երևանի 39 եւ Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։ Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աչափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով խափանման միջոցը կալանք։ 39 եւ 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Քննությունը շարունակվում է։ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողները սպասարկման տարածքում շրջայց կատարելիս Դավթաշենի գերեզմանատան մոտ նկատել են մի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարկ։ Երբ ոստիկանները մոտեցել են, վարորդը մեքենայից ստվարաթղթե տուփ է նետել։ Թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու կասկածանքով վարորդը ձերբակալվել եւ Kia Magnish-ի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Ձերբակալված տղամարդը հայտնել է, որ նետած տուփի մեջ ընդհանուր 210 գրամ մեթամֆետամինով 4 փաթեթ է, որը $400 ձեռք է բերել Telegram-յան ալիքի միջոցով դրանք տեղադրելու, տեղադրման տարածքը լուսանկարելու եւ կոորդինատներն օգտատիրոջը փոխանցելու նպատակով Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հանգամանքները պարզվում են։ Ողջույն իմ փոքրիկ ընկեր, այսօր ուզում եմ խոսել մի կարևոր թեմայի մասին, որը վերաբերվում է հենց քեզ, քո անվտանգությանը առցանց խաղերում։ Համոզված եմ, դու սիրում ես խաղալ առցանց խաղեր, շփվել այլ խաղացողների հետ, թիմ կազմել, տոնել հաղթանակներ կամ պարզապես լավ ժամանակ անցկացնել, բայց պետք է հիշել մի կարևոր բան, խաղի մեջ ոչ բոլոր խաղացողներն են լավը։ Ներկայիս խաղերը ոչ միայն զվարճանք են, այլ նաև շփման վայր, որտեղ կարող ես խաղընկերներից գրել հաղորդագրություններ, նույնիսկ ձայնային կապ ունենալ։ Շփման ընթացքում կարող է պատահել, որ քեզ գրի ինչ-որ մեկը, ով կասի՝ ես էլ եմ քո տարիքին, կամ կփորձի դառնալ քո լավ ընկերը շատ արագ։ Երբեմն նման մարդիկ ուզում են վստահություն ձեռք բերել, նպատակ ունենալով հետագայում կատարել չար արարքներ։ Ուստի շատ կարևոր է, որ դու զգույշ լինես, եւ եթե ինչ-որ մեկը շատ արագ ուզում է դառնալ քո լավ ընկերը, խնդրում է, որ ոչ մեկին չասես ձեր խոսակցությունների մասին, հարցնում է քո անունը, դպրոցը, հասցեն կամ հեռախոսահամարը, ուղարկում է կասկածելի հղումներ կամ ֆայլեր, խնդրում է քեզ ուղարկել քո նկարները, ցանկանում հանդիպել քեզ հետ իրական կյանքում, հիշիր, քո անձնական տեղեկությունները քոնն են, եւ դու պարտավոր չես դրանք տալ անծանոթ մարդկանց, նույնիսկ եթե նրանք շատ ընկերասեր են թվում։ Եթե երբևէ խաղային հարթակում ինչ-որ բան քեզ անհարմար է զգացնել տալիս, պարզապես դադարեցրու շփումը եւ դիմիր ծնողիդ կամ վստահելի մեծահասակին։ Դու միշտ կարող ես խոսել այդ մասին։ Դա ճիշտ է եւ դա ուժեղ լինելու նշան է, ոչ թե հակառակը։ Խաղերը պետք է լինեն զվարճալի եւ անվտանգ, իսկ անվտանգությունը սկսում է հենց քո փոքր, բայց կարևոր որոշումներից։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։
Երկրաշարժը բնական աղետ է, այն հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել։ Երկրաշարժի ժամանակ պատը սպառվելու համար շենքի ներսում առավել ապահով հատվածներն են հիմնական եւ ներքին կրող պատերը, դրանցում առկա դռների բացվածքները։ Անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան եւ մի քանի անգամ փորձարկել այն։ Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։ Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։ Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք շինություններից, ենթակառուցվածքներից։ Պետք է նվազեցնել տվյալ միջավայրում առկա ռիսկերը, ելքերն ազատել տարհանման ժամանակ խոչընդոտ հանդիսացող առարկաներից, մեծածավալ առարկաներ չտեղադրել կահույքի վրա։ Նախապես ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ, որի մեջ պետք է լինի դեղատուփ, մարտկոցով ռադիոընդունիչ, գրպանի լապտեր, սուլիչ, դիմակ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, կարևոր փաստաթղթեր, պահածոյացված սնունդ եւ ջուր։ Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել ձեզ սպառնացող վտանգը։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետև սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետև կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական։ Իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։